Բարի օր, ես Ժասմինն եմ։ Բարև ձեզ, ես Սաթին եմ։ Մենք Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացուհիներ ենք եւ բարբերաբար հանդիպում ենք, որպեսզի խոսենք Հայաստանի Հանրապետության հիմքում ընկած կարևոր հասկացությունների եւ սկզբունքների մասին։ Անցած շաբաթ մենք սկսել էինք խոսել հարկային քաղաքականության եւ առհասարակ հարկերի մասին, եւ Սաթին լինելով հարկային իրավաբան, շատ մեծ փորձով մեզ մանրամասն բացատրում էր ինչ են հարկերը եւ ինչով են դրանք ուտում։ Առաջին մասի հղումը կլինի ներքևում, իսկ այսօր շարունակում ենք խոսել հարկերից։ Հաջորդ հայաստանյան աղմկահարույց սկանդալային թեմաներից եկեղեցի պետություն դդխկներ Դեռ շարունակվում ենք։ Ահա, նո, չի ավարտվում։ Բախում բառը չեմ ուզում օգտագործել, բայց դդխկը լսվեց։ Եվ դրա ֆոնին սկսեց, թե վերսկսեց խոսակցությունները եկեղեցին հարկային դաշտ մտցնելու մասին։ Արդյոք կարելի է եկեղեցին հարկել։ Կա երկրներ, որտեղ հարկվում է եկեղեցին, ոնց է տեղավորվում այդ ամեն ինչի իր մեջ։ Հա, շատ կարելի է ու արի այսպես ասենք, դա նորմալ դեպքն է, բայց տես եկեղեցին հարկում ես, երբ որ ինքը իրականացնում է տնտեսական գործունեություն։ Այստեղ պիտի մի քիչ ուշադիր լինենք, շատ դժվար է համեմատել եվրոպական եկեղեցին մեր հայկականի հետ, Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու հետ գործունենք, որը շատ հարուստ է, նույնիսկ այդ սեկուլարիզացիա, այդ աշխարհիկացման փուլի եկեղեցու ունես զրկումից հետո էլ ինքը շատ հարուստ է։ Վստահ եմ Ֆրանսիայում էլ կա դա ու մնացած Իտալիայում, Իսպանիայում էլ կա, բայց Գերմանիայում եկեղեցիները կարող են ինչ-որ իրենց այդ ամրոցներ բան տրամադրել նույնիսկ քաղաքական մեծ հավաքների համար եւ հսկայական փող աշխատել դրանից, որովհետեւ դա իրանց սեփականությունն է։ Այս եկեղեցին ունի կալվածքներ դեռ։ Հա, բոլոր տեղերում էլ ունի կաթոլիկ եկեղեցին կալվածքներ։ Կամ այդ քլոստեր ոնց է հայերեն կոչվում այդ վանքեր։ Հա, վանքեր։ Հա, մենաստաններ, բայց այդ մենաստանը, ասենք, Վանաձորի չափ տեղ է, էլի, հսկայական անտառներով, իրապուրակներով, գեղեցիկ լճերով, խնամված, չգիտեմ։ Ու տենց տեղը կարող են նույնիսկ, ասենք, G7-ի, G20-ի, G-ն հայերեն չի։ G ենք ասում։ Հա, հայերեն G են ասում։ Դե հայերեն G-ն, G7-ի, 20-ի եւ այլնի հավաքին տրամադրեն ու հսկայական գումար աշխատեն։ Այդ տիպի եկամուտը հարկելը լրիվ նորմալ վերաբերմունք է պետության նկատմամբ, որովհետև դա ոչ մի կապ չունի եկեղեցու ֆունկցիայի հետ։ Հա, կրոնական ոչ մի դեր չի խաղում, բայց նույնը վերաբերում է օրինակ հիմա ուղղակի որ տեղափոխում ենք Հայաստան, մասշտաբը այնքան է փոքրանում, բայց այստեղ մենք երևի պիտի խոսանք մոմ ծախելուց, հա, այդ է թեման։ Պոպուլիստական թեման էլ է այդ մոմից ստացած եկամուտը։ Ասենք G20-ից ստացած եկամուտը դե մեզ մոտ մոմն է, համենայնական եկեղեցին աղքատ է։ Հա, դե կաթոլիկի համեմատ հաշասն է։ Կաթոլիկի համեմատ բոլորն են աղքատ։ Դե բա Եվրոպան էլ կաթոլիկ է, էլի, այդպես որ մեծամասնությունը կաթոլիկ է։ Տենց հարկելու առանձնապես ինչ չի թվում, որ մեծ բաներ է լինելու, բայց սկզբունքորեն, որպես սկզբունք, եկեղեցուն հարկել տնտեսական գործունեության համար լրիվ տեղավորվում է ժամանակակից պետություն եկեղեցի փոխհարաբերությունների ֆորմատին, անկախ նրանից ֆրանսիական մոդելի մասն ենք խոսում, գերմանական, անգլիական, իտալական, շատ տարբեր են Եվրոպայում պետություն եկեղեցի փոխհարաբերությունները։ Չկա հարկ եկեղեցու բուն կրոնական գործունեության նկատմամբ։ Այդ մասը հարկազատված է սովորաբար որպես կրոնական գործունեություն։ Փոխարենը պետությունները որոշ երկրներում հարկ են հավաքում եկեղեցու հետևորդներից ու փոխանցում են դա եկեղեցուն, որպեսզի եկեղեցին հույսը չդնի նվիրատվությունների վրա, կարողանա պլանավորի իր ծախսերը ըստ իր հետևորդների քանակի, իմանա թե
ինչքան եկամուտ է ունենալու ու նույն պետության պես բյուջեն պլանավորի, հա, իմանա իր մուտքերը, ըստ դրա որոշի ելքերը։ Բայց ո՞նց է որոշվում քաղաքացու կրոնական պատկանելություն, այսինքն եթե դու չես գնում հայտարարում, բարև ձեզ, ես կաթոլիկ եկեղեցու հետևորդ եմ, դա գրանցված է օրինակ Գերմանիայում դատարաններով ցանկացած բնակության վայրի գրանցման տեղեկանքում հստակ նշվում է, թե դու արդյոք եւ եթե այո, որ կրոնական այսինքն դու ինքդ նշում ես ամեն դեպքում։ Հա։ Դե եթե չնշես, եկեղեցին ինքը դրա մասին տեղյակ կպահի, որովհետեւ ԱԱՀ-ն էլ ունի տենց ցուցակներ, եկեղեցին ինքը գիտի։ Այսինքն եթե դու այնտեղ կնքված ես, հա, դու արդեն դառնում ես անդամ։ Հասկացա։ Ու կամ դու ինքդ ես պետությանը հայտնում այդ լուրը, որ դու կնքված ես, կամ եկեղեցին պետությանը կհայտնի, որ դու հարկ չես մուծում, որը Սպասի, իսկ եթե օրինակ քեզ կնքել են փոքր ժամանակ, քո անունը կա այդ ցուցակներում եկեղեցու, դու մեծացել ես, որոշել ես, որ չէ, ես հետևորդ չեմ։ Գնում ես դատարան, ասում ես ինձ խնդրում եմ հանեք այդ ցուցակներից, ես չեմ ուզում լինել եկեղեցու անդամ։ Ու հանում են։ Դատական կարգով, այսինքն դատական ոչ թե ինչ-որ մեկին դատի են տալիս, այլ դա պետությունն է անում։ Դու նույնիսկ պետք չի գնաս եկեղեցի։ Գնում ես դատարան, դիմում ես դատարան եւ իրանք այսինքն չի որ ձեռներդ կապել են քեզ բանենը։ Չէ, բայց եթե եկեղեցու անդամ ես, դու վճարում ես այդ հարկը։ Ու դա ի տարբերություն օրինակ Ֆրանսիայի, որտեղ եկեղեցին իր ֆինանսները պլանավորում է նվիրատվությունների հիման վրա, որը դու չես կարող իմանալ, էլի մյուս տարի ոնց կլինի այդ նվիրատվությունը։ Գերմանիայում դա բավականին հստակ պլանավորվող բան է, որի արդյունքում եկեղեցին իր վրա վերցում է շատ սոցիալական ոլորտի ֆունկցիաներ, օրինակ մանկապարտեզներ, կամ հենց օրինակ այդ փախստականների օգնության, այդպես սոցիալական հարցերում եկեղեցին շատ ակտիվ մասնակցություն ունի Գերմանիայում, ու դա ակնկալիք է նաև, որովհետև շատ մեծ հարկեր է հավաքվում։ Գերմանիայի եկեղեցու հարկը Հայաստանի բյուջեից 2 անգամ մեծ է։ Հասկանում։ Դրա համար այդ եմ ասում, որ sense մասշտաբը փոքրացնում ես, մենք այստեղ խոսում ենք մոմի հարկի մասին կամ ինչ-որ տենց բաների մասին, բայց եթե դա թափանցիկություն է մտցնում համակարգի մեջ, եթե ինչ-որ կա մտահոգություն, որ եկեղեցին, չգիտեմ, ինչ-որ ոչ եկեղեցական գործարքների մեջ է, դա կարող թափանցիկություն մտցնի ու առողջացնի վերաբերմունքը թե իրար նկատմամբ, թե քաղաքացու վերաբերմունքը եկեղեցու կամ պետության նկատմամբ, նայած որ անկյունից նայենք, էլի, ընդհանուր, բայց դա կարա այսինքն Գերմանիայում եթե եկեղեցին ունի օրինակ վերանորոգում անելու կամ ինչ-որ հին վանք նորոգելու, չգիտեմ, 13-րդ դարի, ինքը դա անում է էլի եկեղեցին իր հարկերով։ Կարա մեկ-մեկ պետությունն էլ մասնակցի, եթե ինչ-որ չի հերիքում եւ այլն, եթե շատ պետք է կամ դա ինչ-որ պատմամշակութային արժեք ունեցող ինչ-որ վանք է եւ այլն, բայց հա եկեղեցին ունի այն եկամուտները, որ ինքը իրան պահի, մի բան էլ ասում եմ, օրինակ եկեղեցին ապահովում է դպրոցներում կրոնական դասերի ուսուցիչներին։ Դա էլ է պետության համար մեծ օգնություն, Գերմանիայում սահմանադրությամբ այդ կրոնական դասը նախատեսված է ու աշխատավարձ տալիս է եկեղեցին։ Հա, նաև այդ անձը, ով իրականացնում է կադրերին է տալիս, ընդհանուր այդ դասը ինքը իր վրա է վերցնում, այդպես այստեղ այնտեղ եկեղեցին սոցիալական ու տենց հումանիտար հարցերում շատ ակտիվ դերակատար է, ու այդ ակնկալիքը կա էլի, որ եթե այդքան հարկեր եք հավաքում, փոխարենը բաժանեք, այսպես ասած, ձեր այդ կրոնական միտեղ 10 պատվիրանների մեջ գուցե դա կա, չգիտեմ, բայց այդ բարի արարելու, բարին անելու, մարդկանց օգնելու, աղքատին օգնելու, հաշմանդամին օգնելու եւ այլն այդ ֆունկցիան եկեղեցին շատ ակտիվ իրականացնում է Գերմանիայում։ Դա հեքին հարմար է, որովհետեւ ես հիշում եմ, որ
պարբերաբար, ասենք տարին 1-2 անգամ Ֆրանսիայում օրինակ վեճեր է ծագում, ենթադրենք կա ինչ-որ մի գյուղում, չգիտեմ, քանդված կիսաքանդվանք, ու օրինակ մունիցիպալիտետը վերցնում է, ասում է ես կսարքեմ, հետո ինչ-որ մարդիկ ասում են ինչի պիտի դու մեր հարկերի ձվանք սարքես, թող Վատիկանը փող ուղարկի, ու այդպես ինչ-որ ամեն անգամ ու միշտ նույն sense կանվայով այդ վեճը գնում է։ Հա, եթե դու չես կանոնակարգում, այդ հարկը, որ պետությունը հավաքում է փոխանցում եկեղեցուն, իրականում շատ մեծ ծառայություն է եկեղեցուն, պետության կողմից։ Եթե դա չլինի, դու մնում ես նվիրատվությունների հույսին, որոնք պլանավորել շատ դժվար է ու պահա գալու, որ դու այդեն սկսելու ես խնդրել, որ պետությունը կամ համայնքը վերանորոգի, համայնք ունենալու է փողոց, որը սարքած չի ու այն չհավատացյալ մասը ասելու է, բայց ինչի եկեղեցին, եթե ես այդ փողոցով ամեն օր գործի եմ գնում, համերաշխության թեման, որը գերմանցիների համար հարկերից հետո երկրորդ սուրբ թեման է, խախտվում է, էլի, իսկ տենց հարկով հավաքում տալիս են եկեղեցուն։ Եթե լոկալիզացնենք բերենք Հայաստան։ Okay, հարկերի թեման ծիծաղալու փոքր թիվա դրա համար չարժի գլուխ դնել, այսպես ասած։ Ну, չարժի այդ ջանքը, որ պետքա ծախսվի դրա վրա։ Ուրիշ ոնց կարելի է կարգավորել պետություն եկեղեցի հարաբերությունները չեմ ասում, այլ փոխգործակցությունը, որ փոխշահավետ լինի։ Որտեվ հիմա իրար չենք խանգարում, նոմիջևս վերջերս, հա, իրար ձեռք չենք տալիս, իրար չենք խանգարում վիճակեր։ Ես կարծում եմ ամեն դեպքում արժի, որովհետև անկախ հարկի չափից, թե այդ եկեղեցու տնտեսական գործունեության հարկումը, թե օրինակ քաղաքացիների կողմից հարկ պարտադիր չի անձնատերվի, հա, ինչ որ պարտադիր վճար, եթե դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես, անդամ ես, գրանցված, կնքված, զինապահովագրության նման ինչ-որ։ Հա, ինչ-որ վճար լինի, հա, որը պարտադիր է, եթե դու ուզում ես կիրակի օրերը գնաս այդ եկեղեցի ու պատարակ լսես, եթե դու ուզում ես կնքվես, քո երեխեքին կնքես, հարսանիքին գնաս կնքվես, դու այդ ամեն ինչի համար պիտի վճարես։ Այնպես որ ինձ հաճախ ասում են, բա որ մարդիկ հրաժարվեն եկեղեցուց, գիտես, դա էլ կարա ֆիլտր լինի, մի հատ հասկանալ ինչ վիճակում անդ, հիմա կարա պատկերը դաժան լինի, բայց հարկերը իրանք տենց ուղղորդող ֆունկցիա ունեն, էլի այդ ֆիսկալ քաղաքականությունը ինքը քաղաքականություն է, ու դա էլ կարա ինչ-որ պատկեր ցույց տա, որ իրականում եկեղեցի գնացող մասը ընդամենը 15%-ն է, ոչ թե 60, ինչպես կարծել ենք մինչև հիմա։ Դուրս չեն գա մենք այդ ճշմարտության տակից։ Դե մեկ-մեկ պետք է առերեսվել, մեկ-մեկ ինքնես մեզ խաբելով եսիմ։ Առերեսվելու թեմայով, այս վերջերս մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը մեզնից պահանջեց, ուզում էի ասեի խնդրեց, բայց չէ, որ մենք պարբերաբար առերեսվենք մեր հարկերին եւ հարկային հայտարարագիր ներկայացնենք, մոտիկից ծանոթանանք եւ ծանոթացնենք պետությանը։ Հիմա մենք հարկերը վճարում ենք, անկախ նրանից, չգիտեմ, օրինակ աշխատում ենք, վճարում ենք, գործատունա վճարում ենք վճարում, ամեն դեպքում դա պեկը տեսնում է։ Հետո մենք վճարում ենք այն մնացած բոլոր հարկերը, գույք հարկ եւ այլն, դա էլի պեկը տեսնում է։ Ու այսպես արդարացիորեն բոլորի մոտ ցակող հարցը, դա որ ինչի համար ենք մենք մի հատ էլ թղթիկ տալիս։ Եթե իրանք մեկա տեսնում են, ու ոնց են իմանալու մենք ճիշտ ենք գրել, սխալ ենք գրել, եթե իրանք այդ ինֆորմացիան պետք է եւ իրանք չունեն, չեն տեսնում, ու ասենց բացատրի մեզ մատների վրա իրոք, որովհետեւ բացարձակ չեմ պատկերացնում, ոնց աշխատում հայտարարագիրը, որն է իր իմաստը։ Մատների վրա շատ ծավալուն թեմա է։ Հայտարարագիրը ինքը համակարգաստեղծ, համակարգահեն թեմա է։ Տենց ինքը պրոստը տենց ձեռի հետ թեմա չի, էլի։ Մեր աչքին ինքը նման է ստուգողական աշխատանքի, գիտես, տեսնենք։ Դե ստուգողականն այ պետությունը քեզ երաշխիք է տալիս թափանցիկ լինել եւ վերահսկելի լինել, փոխարենը ինքը քեզնից պահանջում է այն ինչը դու պարտավոր ես անել, այսինքն պարտադիր եւ անհատույց հարկ վճարել, որ դու դա անես։ Տենց փոխադարձ գործարք է։
դու վճարում ես քո հարկերը, ես էլ քեզ ցույց եմ տալիս, թե այդ հարկերը ինչի վրա են ծախսել։ Հա, բայց ես որ վճարեցի, դու արդեն տեսնում ես։ Հիմա դու վճարում ես պետությանը այն հարկերը, այդ տեսնելու տեսանկյունից, հա, որտեղ ձեր միջև կա հարկային գործակալ։ Օրինակ, աշխատավարձ։ Օրինակ, բանկից ստացած տոկոս։ Այդ դեպքում բանկն է հարկային գործակալը, որը քո ավանդի տոկոսից պահում է եկամտահարկը, փոխանցում է պետբյուջե։ Լավ։ Կան եկամտի տեսակներ, որոնց դեպքում չկա հարկային գործակալ։ Այդ դեպքում պետությանը ոչ մեկ քո հարկը չի փոխանցում։ Դու ես պարտավոր, որպես եկամուտ ստացող հարկատու, հարկը փոխանցել պետությանը։ Այդ եկամուտները պետությունը չի տեսնում։ Կարա տեսնի, եթե շատ ուզի, խորանա եւ այլն, բայց տեսականորեն բոլոր այն եկամուտների դեպքում, որտեղ հարկատուի ու պետության միջև չկա հարկային գործակալ, չկա այդ ինստիտուտը, որը քեզնից հարկը պահում է, փոխանցում պետությանը։ Ընդհանուր առմամբ դրա մասին է հայտարարագիրը։ Երկրորդ խնդիրը այն է, որ հարցը ոնց դու ձևակերպեցիր, իր մեջ արդեն կա վիրավորանք պետությունից, հա, իր մեջ արդեն կա այդ ու դա համատարած է այդ վերաբերմունքը, որ նա սախտելում են, ինչի են մի հատ էլ ուզում, հա, էլի տեսնեն։ Հայտարարագիր ներկայացնում են սովորաբար որպես պարգև, ինքը նախատեսված է որպես քեզ շահագրգռող համակարգ։ Այո, դու կարաս խոսես ամերիկացիների հետ, Ամերիկայում կա տենց ամիսներ, որտեղ մեքենաները ավելի շատ են վաճառվում, բնակարանները ավելի շատ են վաճառվում, տուր, պուտյովկաները ավելի շատ են վաճառվում։ Դա նրանից է, որ tax return-ն է գալիս, այսինքն պետությունից հարկեր են հետ ստանում մարդիկ։ Նույնը Եվրոպայում դու շահագրգռված ես հարկային հայտարարագիր ներկայացնելու, որովհետև արդյունքում դու պետությունից սովորաբար ստանում ես գումար հետ։ Այսինքն ինքը սովորաբար համակարգն է ձևավորվում, որ նախ քեզ շահագրգռի, ինչ որ մոտիվացիա տա այդ հայտարարագիրը ներկայացնելու եւ նոր երկրորդ փուլում ասում է, որ բայց գիտես, երբ որ դու լրացնում ես, դու պիտի ամբողջը լրացնես։ Չես կարող թաքցնես, օրինակ այն հարևանի աղջկան վարձով տված սենյակը կամ տատիկի տունը, չես կարող թաքցնես։ Պիտի ամբողջը ներկայացնես, որի արդյունքում կարա նորից հարկային պարտավորությունդ աճի։ Բայց ինքը պարտադիր իր մեջ ունենում է այդ շահագրգռելու, մոտիվացնելու էլեմենտը։ Մերոնք երբ որ ներմուծեցին այս հայտարարագրի պարտավորությունը եւ այլն, շատ անհաջող դարեցին որպես այդ վաճառելու քաղաքականություն, հա։ Ինքը վաճառվեց որպես հենց հսկողության, վերահսկողության գործիք, այդպես էլ գրվեց օրենքում, որ ինքը նախատեսված է հսկողության համար, օրենքի հիմնավորման մեջ նույնիսկ փողերի լվացման օրենքին հղում արվեց եւ այլն, այսինքն ինքը ներմուծվեց որպես պատժիչ, խստացնող մտրակ ու բնականաբար մարդկանց մոտ առաջացավ այդ նորից մեր գրպանն են մտնում ու ընդհանրապես ինչի են մտնում վերաբերմունքը։ Եթե դա ներմուծվեր որպես խրախուսման համակարգ, այսինքն եթե դու ունես երեխեք, ում համար ծախս ես անում, դու լրացրա հայտարարագիրը, որոնց մասին այդ երեխեքի ծախսերի քո գործատուն իմանալ չէր կարող, ինքը քեզ փոխանցելիքից ֆիքս տոկոս պահում փոխանցում է պետբյուջե, չէ։ Դու ինձ ներկայացրա քո սոցիալական իրավիճակը։ Ըստ դրա հետ ստացի գումար։ Հետո դա մտա։ Հետո իրանք զգացին, որ ինչ որ շատ տենց մտրակոտ ստացվեց, էլի։ Հետո եկավ այդ սոցիալական կրեդիտների, հիշում ես, նախ վարչապետը խոսած, հետո պարզվեց դա դեռ ձևակերպված չի։ Հետո գնացին շատ արագ պեկում ձևակերպեցին այն ինչ վարչապետը արդեն Facebook-ով խոստացել էր, այսինքն, բայց հիմա արդեն ուշ է, հիմա արդեն ժողովրդի մեջ տպավորվեց այդ մտրակի մասը
ու հիմա հա ինքը շաբաթը մեկ գրում է, որ այսքան մարդ սոցիալական կրեդիտ ստացավ եւ այլն, բայց այդ կրեդիտներն էլ սահմանափակ են, ոնց որ մենակ մինչեւ նոյեմբեր են, դրանից հետո նորից իրանք չեն։ Մի խոսքով, ինքը շատ սխալ ներմուծվեց, էլի, հատկապես պետություններում, որտեղ դատական համակարգ կայացած չի, այսինքն քաղաքացին չունի այդ վստահությունը, որ եթե դու շատ խորն ես իր գրպանը մտել, սահմանադրական քո չափերն անցել ես, քաղաքացին կարող գնա դատարան ու ինչ որ կերպ պաշտպանվի քեզնից, չունի ինքը այդ պաշտպանվածության զգացումը, հա, Հայաստանի քաղաքացին պետությունից, չգիտի էլ ոնց պաշտպանվի պետությունից։ Նման երկրներում հայտարարագիրը ներմուծել որպես մտրակ, որպես հսկողության ինստիտուտ, Չոբանավարի։ Իրենց անուններով կոչել Չոբանավարի։ Հիմա ես չգիտեմ ինչքան երկար պետք է աշխատել մարդկանց բանել վերաբերմունքի հետ, որպեսզի փոխվի վերաբերմունքը այդ հայտարարագրի նկատմամբ ու այնպես որպես ինչպես ամերիկացիք, ինչպես եվրոպացիք սպասեն նույնիսկ այդ պահին, որ լրացնեն փոխեց ստանան վերջ պետությունից։ Հիմա հարևանի աղջկան, չգիտեմ, սենյակ ես վարձով տալիս, դրա համար ստանում ես գումար, որը պետքա հայտարարագրես։ Հիմա եթե դու արդեն ունես այդ ընկալումը, որ հայտարարագիրը դա քիթիկա քո գրպանում, որը դու չէիր խնդրել, ի՞նչն է քեզ խանգարում վարձը վերցնել ուղղակի կանխիկ, ինքը ոչ մի փոխանցում չի երևա, ոչ միտեղ չի երևա, դու չես հայտարարագրի, ու քանի որ միջինում, չգիտեմ, դու տարեկան հետ ես ստանում ինչ որ X գումար հայտարարագրի բանով, բայց ենթադրում եմ, որ դեպքերի մեջ ասում 12 ամսվա վարձը, որ դու կարաս տնաս վարձակալից ավելի մեծ է, քան այդ քո բանը, հա, վերադարձը, ի՞նչն է խանգարում քաղաքացուն։ Դե արդյունքում այտենց էլ եղավ, մի կողմից քեշ այդ կանխիկ գործարքները շատացան, մյուս կողմից առանց անուններ տալու, այսինքն առանց գործ տալու, հա, ես ինքս Հայաստանում հիմա անընդհատ լսում եմ այդ, բայց 298 փոխանցի էլի մնացածն էլ երկրորդ անգամով փոխանցին, այսինքն փոխանցինենց, որ հաշվենք կանխիկ են կարել այդ գործարքը հայտարարագրի տեսանկյունից։ Այսինքն մարդիկ հենց այդ վախերից, անվստահությունից ելնելով, հենց սկսեցին ման գալ ուղիներ, փախուստի ուղիներ, այդ հայտարարագիրը ներկայացնելուց, որովհետև ասում եմ ինքը ի սկզբանե սխալ տրամաբանությամբ ներմուծվեց։ Իսկ թե ինչն է խանգարում եվրոպացուն կամ ամերիկացուն այդպես չանել, հա, նույնիսկ եթե 12 ամսվա վարձի արդյունքում դու ոչ թե հետ պիտի ստանաս, այլ մի բան էլ հələ ավելացնես հարկը, դա վախն է պատասխանատվությունից։ Վախն է, որ եթե դու բռնվես, դու այնքան շտրաֆ կմուծես, մինչև բանտ նստել եւ այլն, որ ավելի լավ է դու այդ մի քանի 100 կամ 1000 եվրո հարկը վճարես, բայց հանգիստ խղճով ապրես։ Օրինակ Գերմանիայում 10 տարի բաց է մնում հարկային кейսը, այսինքն եթե դու մի տարի խաբեցիր, դու 10 տարի քնում ես այդ վախով, որ կարող է բռնվես։ Իսկ քանի որ Գերմանիայում հարկային այդ սև գործարքները երբեմն ավելի խիստ են դատում, քան պատահական սպանությունները, այսինքն առանց ցանկության, այսինքն եթե օրինակ ավարիա լինի, մեքենայի տակ գցես մահանա, հա, դու չէիր ուզում այդ մարդուն սպանել։ Բայց երբ որ դու մտածված հարկ ես թաքցրել, կարող է շատ ավելի երկար նստես, քան այդ սպանության համար, ու 10 տարի դու պետքա հույս ունենաս, որ այդ ջրի երես դուրս չի գա, շարից փորձը, դու պիտի վախ ունենաս պետությունից, բայց այդ վախ ունենալու համար պիտի վստահություն ունենաս, որ դատարանը անկախ է, որ դու եթե հանկարծ պետությունը չարաշահի իր մտրակը, դու կարող ես գնալ դատարան եւ պաշտպանել քո իրավունքները։ Այսինքն այդ վախն ու պատկառանքը պետության նկատմամբ չի առաջանում նաև շատ ծանր մտրակի հաշվին։ Մարդիկ ուղղակի կարող լքեն երկիրը, էլի։ Դա առաջանում է վստահելի դատական համակարգ ունենալու արդյունքում, հաջորդ քայլ որպես։ Այդ մտրակը պիտի իմանաս, էլի, երբ մտցնես, ինչ պայմաններում կաշխատի, տենց պրոստը դնել ու մարդկանց ասել
թե չէ վատ կլինի, շատ վատ տեղ կարա տանի։ Դից մեկ անեկդոտիկ պատմություն կա, որ հայ ինչ-որ ներկայացուցչություն է գնում Հայաստանից Շվեյցարիա, ու իրենց ցույց են տալիս, պատմում են, որ Շվեյցարիայում ոնց որ զենքը օրինական է բանակից հետո ամեն մեկը իր զենքը անվանական իր տանն է պահում ու բոլորը զենք ունեն Շվեյցարիայում։ Ու այս հայաստանցիները բանալաց ասում են, բայց ի՞նչն է խանգարում սպանել բոլոր շվեյցարցիների խառը իրար սպանել։ Ու շվեյցարցին շատ զարմանքով ասում, բայց դա օրենքով արգելված է։ Ես հիմա քո պատմածից հասկացա այդ մշակութային Հա, դե Եվրոպան մշակութային իրոք տարբերություն կա, էլի, հատկապես գերմանական հարկային մշակույթը, աշխարհում ոչ մի բանի հետ չես համեմատի գերմանական հարկային, աշխարհում ոչ մի այլ հարկային մշակույթի հետ, բայց դա համակարգային մոտեցում է, դու պիտի իմանաս նախ որը անես, հետո որը, որպեսզի այս մի խստացումը ինքը չբերի հեղափոխության, ինքը չբերի համերաշխության փլուզման եւ այլն։ Իրանք տենց հարյուրամյակներով գրել ու մտածել են էլի այդ հարցերի շուրջ։ Դրա համար ենք այդքան բարդ, այսինքն տարիներով շերտերով կուտակվել է։ Հա, ինքը արդար է, ինքը համերաշխության գաղափարի հիման վրա է ինքը կառուցած է, հասկանում ես, տենց քար կառուցած է, ասենց ուղղակի դնել մտրակել, հետո ասել, բայց սոցիալական կրեդիտ կտանք, բայց դա դեռ չենք ձևակերպել, էսա պեկը արագ կձևակերպի, ոչինչ չէ։ Մի քիչ էլ դու ինձ կհամոզես սիրել եվրոպական բյուրոկրատիան։ Այո։ Դե 1000 անգամ ավելի լավ է, քան անարխիան այն իմաստով, որ ինչ-որ կանոնների բացակայությունը, հա։ Ինձ համար, չգիտեմ, մարդկա կասի ավելի լավ է տենց սպանտանը, հա։ Քո պատմածներից ես պատկերացում կազմեցի, որ հայկական հայաստանյան հարկային համակարգը եւ եվրոպական հարկային համակարգը շատ տարբեր են։ Չնայած ինձ թվում էր, որ պլյուս մինուս բոլորը իրարից ընդօրինակում են, այսպես ասած։ Կուզեմ մեկնաբանես ինչու՞մն է այդ տարբերությունը։ Ու քանի որ եվրոպական հարկային համակարգը այս բան չի վերաբերվում, որն է հայաստանյան հարկային համակարգի խնդիրները։ Օրենսդրական դաշտում իրոք գրեթե տարբերություններ չկան։ ԱԱՀ-ի մասով էս երևի այդքան էլ ճիշտ չի ասածս, շատ չեմ ուսումնասիրել, բայց այս վերջի տարվա քննարկումներից ես հասկանում եմ, որ որոշ սկզբունքային տարբերություններ կան եվրոպական ԱԱՀ համակարգի ու հայկական ԱԱՀ օրենսդրության միջև, բայց մնացած հարկատեսակների առումով կարելի ասել հայկական հարկային օրենսգիրքը, օրենսդրությունը գրեթե չի տարբերվում եվրոպականից։ Տարբերությունը կայանում է, դրա մասին ցենց մի քիչ խոսացինք մշակույթի մեջ, հա, հարկերի նկատմամբ վերաբերմունքի մեջ, թե հարկատուների կողմից, թե նաև պետության վերաբերմունքը հարկատուներին, եթե խոսամ հենց Գերմանիայից, որի մասին ինձ համար ամենահեշտն է խոսալ, բայց համեմատականներ հեշտ է տանել, Գերմանիան ունի մի քանի բան, որ տենց տիպիկ գերմանական է, օրինակ Գերմանիայում կան առանձին հարկային դատարաններ, որոնք դատում են հարկային հանցագործությունները։ Չէ, հարկային դատարանների իմաստը այն է, որ հարկերի թեման առանձնացված է վարչական դատարաններից եւ գոյություն ունեն առանձին միայն հարկերի թեմայով զբաղվող դատարաններ, այսինքն երբ որ քաղաքացին ունի խնդիր պետության հետ, հարկերի հետ կապված, ինքը գնում է ոչ թե վարչական դատարան, ինչպես Հայաստանում, այլ գնում է հարկային դատարան։ Մոտավորապես տենց մի բան ունի Անգլիան, մոտավորապես, բայց ոչ մի կերպ համեմատական չի գերմանական այդ հարկային դատարանների համակարգի հետ։ Ինքը այդպես առանձնացված է այն նպատակով, որ գերմանացիները հասկանում են, որ հարկերը ամենազգայուն թեման է, ու նույնիսկ եթե այլ դատական համակարգերում ինչ-ինչ պատճառներով երբեմն լինեն խնդիրներ,
չգիտեմ, ինչ-որ կոռուպցիայի դեպքեր եւ այլն, հարկային թեման հնարավորինս հեռու պահեն այդ ամեն ինչից ու հարկային դատարանների անկախությունը, պրոֆեսիոնալիզմը եւ այլն առանձին տենց թեմայա գերմանացիների համար այդ դատարանների նկատմամբ պիտի լինի վստահություն։ Անարատ համբավ։ Տենց, հա, ինքը պիտի անարատ մնա, ամեն ինչից հեռու մնա, կուսական մնա, հա, որպեսզի քաղաքացին իմանա, որ ամեն հարցով հարկերի հետ կապված ինքը կարա գնա դատարան եւ ստանա անաչառ լուծում իր հարցին։ Դա տենց շատ տիպիկ գերմանական մոտեցում է, նու կա Ավստրիայում, գերմանախոս, հա, մշակութային տիրույթում։ Մեկ էլ ասում եմ Անգլիայում կա, բայց այդքան նույնը չի, բայց այդ հարկերի թեման առանձնացնել դատական համակարգում նաև Անգլիայում կա։ Դրա հաշվին այդ դատական օբյեկտիվության անաչառության, հա, պետությունը շատ ավելի խիստ է վերաբերվում հարկ չվճարողին։ Քանի որ դու ունես այդ լծակները պետության դեմ պայքարելու, եթե դու անարդարություն ես զգում, գնում ես դատարան, դատարանները անկախ են, դրա փոխարեն պետությունը շատ ավելի անհանդուրժողը հարկ չվճարողի, հարկը թաքցնողի նկատմամբ, քան օրինակ Հայաստանում։ Նաև օրենսդրությունն է շատ ավելի անհանդուրժող, այսինքն վախը քո մեջ, որ եթե բռնվես քեզ վատ կլինի, շատ ավելի խորն է նստած։ Ու այդ երկուսի համադրությունը անկախ դատական համակարգը ու խիստ պատժամիջոցները ժամանակի ընթացքում բերում են կոնկրետ վերաբերմունքի հարկերի նկատմամբ։ Այն է, ես պիտի հարկերը վճարեմ, ուրիշ ձև չունեմ, բայց պետությունն էլ պիտի իմ նկատմամբ արդար լինի եւ չափից խորը չմտնի գրպանս, հա, իմ կարողություններից ավել ինձ չհարկի։ Այս ամեն ինչը բացակայում է Հայաստանում մշակութային առումով, այսինքն մենք կարանք ունենանք օրենքներ, որոնք գրեթե նույնությամբ կրկնում են եվրոպական օրենքները, բայց վարչարարության տեսանկյունից, այսինքն այդ օրենքների կիրառման տեսանկյունից ու արդարադատության տեսանկյունից մենք շատ հեռու ենք եվրոպական այդ հարկային մշակույթից ու դրան պետքա գալ ինչ-որ կերպ համակարգային լուծումներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա խնդիրներին, դե մանր միջինին այդ ընդհանուր հարկման դաշտ մտցնելը ինձ թվում է շատ զգայուն թեմա է Հայաստանում։ Մանր միջինի համար է շատ զգայուն թեմա։ Ես այդպես չի անի, օրինակ, ամեն երկիր էլ իր մանր միջինին, փոքրին ավելի մեղմ է վերաբերվում հարկային տեսանկյունից։ Թեմայա ինձ համար օրինակ համահարթ հարկումը եկամտահարկի շրջանակներում։ Խնդրահարույց է ինձ համար ծախսերի բլոկը եկամտահարկի հետ կապված, որը շատ սեղմ է, գումարած, ինքը որոշվում է ոչ թե հարկային օրենքով, այլ օրենքով այդ ֆունկցիան փոխանցած է կառավարությանը։ Այսինքն ծախսերի բլոկը թե ինչի վրա է ծախսվում։ Չէ, թե ինչ ծախսեր կարող ես նվազեցնել քո հարկվող եկամուտը հաշվելիս։ Դա այդքան էլ կառավարության գործը չի, էլի, դա օրենսդրական մաս պիտի լինի, հարկի բազայի հաշվելը պիտի օրենքով կարգավորվի։ Իսկ օրենքը դա ազգային ժողով, օրենսդիր եւ այլն այդ բլոկն է, էլի։ Իսկ երբ որ դու այդ ֆունկցիան հանում տալիս ես գործադիրին, իսկ գործադիր եւ հարկատուն դրանք հակառակ օպոնենտներ են, այսպես ասած, էլի։ Պեկը ֆիննախի մասնակազմում, ֆիննախը կառավարության մասնակազմում, դա ճիշտ չի, հարկման բազայի նվազեցումները, ծախսերի բլոկը փոխանցել կառավարությանը ճիշտ չեմ համարում։ Նաև գիտես ինչը, Հայաստանում շատ ուժեղ պայքարում են ստվերի դեմ, ու բավականին արդյունավետ են պայքարում։ Հիմա կարելի ասել գրեթե ինձ թվում է մնացել է այդ աշխատողների թեման, որ չգրանցված աշխատողների թեման ապրես, բայց ինձ համար բաց է մնում, թե ինչի Հայաստանում չեն գնում
այն մեծերի հետևից իրոք մեծ բացամնում գուցե այդքան էլ ճիշտ տերմինը չի, դրա համար քաղաքական կամք է պետք, որովհետև հարկային իրավունքը, միջազգային փորձը տրամադրում է այդ բոլոր գործիքակազմը, որը դու ներդնելով կարող ես պայքարել այն մեծ ձկների դեմ, հա, ինչպես ընդունված է ասել, բայց դրա համար քաղաքական կամք է պետք, այսինքն մանր ու միջինի մոտ չգրանցված աշխատողի հետևից դու տենց կարաս շատ երկար տարիներով ընկնես, լավ է, դա լավ պետք է, ամեն դեպքում պետությանը խաբել չի կարելի, բայց այն մեծ են համով կտորները, հա, որ փողերի լվացում, ինչ-որ գործարքներ, որոնց միջոցով փողը երկրից արտահոսում է եւ այլն, դրանց տենց համակարգված մոտեցում չկա, ոնց որ կա ստվերի դեմ պայքար, այդ շատ փոքր ՀԴՄ-ների ոլորտում, էլի փոքր չի գումարային պետության համար դա կարևոր թվեր են, ուղղակի երբ որ մանր ու միջինին այդ տենց կպնում ես, տենց զգայուն իրավիճակում էլի, իսկ այն մեծերին տենց մթոմ չես տեսնում, այդքան էլ ճիշտ չի, քաղաքական կամք է պետք մեծերի հետևից գնալու։ Ռիսկը մեծ է հավանաբար։ Выйти на самих себя можно։ Դե հա, ռիսկերը տարբեր են, վտանգավոր է գուցե նաև, չգիտեմ, բայց դե հարցնում էր ինչ խնդիրներ կա, ես էլ անկեղծ պատասխանեցի։ Լավ, վերջին հարցը։ Ուզում եմ հասկանամ ոնց են համադրվում տարբեր հարկային համակարգերը, երբ որ դրա կարիքը կա։ Ասենք մենք Հայաստանում ունենք X-ով նշանակենք X հարկային համակարգը, Գերմանիայում Y, ասենք թե, չգիտեմ, Ռուսաստանում Z։ Ու ինչ որ միջազգային կազմակերպություն, ընկերություն, բիզնես, որը աշխատում է այդ երեք երկրների հետ, կամ այդ երեք երկրներում ինչ որ մասնաճյուղեր ունի եւ այլն։ Ոնց է դա տեղի ունենում։ Այսինքն եթե դու բոլորին հարկ տաս, քեզ ոչ մի բան չի մնա։ Ինչ որ ձև պետքա բանանես ոնց է դա կարգավորվում։ Նախ չկա գարանտիա, որ դու բոլորին հարկ չես տա։ Դրանից պետքա Մի բացեք միջազգային բիզնեսներ։ Չէ, դա տենց ամենասկզբում պետքա հաշվի առնես որպես բիզնես, որ ոչ մեկը քեզ չի տալիս այդ գարանտիան, որ դու 2 կամ 3 պետությունում չես վճարելու հարկեր։ Չկա տենց պարտավորություն պետությունների վրա չհարկել, դա շատ սուվերեն թեմա է հարկերը, դու գիտես Եվրոմիությունում օրինակ հարկերն ու բանակը, այդ երկուսները, այդպես էլ չի ստացվում միավորել, ինչ որ Եվրոմիությունը ունի նախարարություններ, չէ, ասենց կոմիսիաներ ավելի շատ հաշվում է դեռ, բայց հարկերն ու բանակը ամեն երկրի այդպես էլ չստացվեց բերել այդ միութենական զոնտիկի այդ հովանոցի ներքո, որովհետև դա շատ զգայուն թեմա է, դա հենց սուվերեն պետությունը, հարկն ու բանակն է, հա, ու եվրոպացիներն էլ ասեցին, որ չէ, այդտեղ վերջ, այդա ամենքս անում ենք մեր ձևով, այնպես որ ցանկացած սուվերեն պետություն ունի հարկելու իրավունք։ Ոչ մի կերպ այլ պետություն չի կարող սահմանափակել քո սուվերեն հարկային իրավունքը։ Ինչը նշանակում է, որ որպես բիզնես դու նախնական փուլում ենթակա ես այդ բոլոր սուվերեն պետությունների հարկային օրենսգրքերին կամ օրենսդրությանը, որտեղ որ դու գործունեություն ես ծավալում։ Քո միակ հույսը կրկնակի հարկազատման պայմանագրերն են։ Հիմա կա նաև տենց բազմակի multilateral կոչվում հարկազատման պայմանագիր, բայց դա մի քիչ նոր թեմա է։ Այսինքն միանգամից ասենք 7 պետության միջև թե։ Չէ, ինքը sense ոնց որ գործիքակազմ է, որը ներդրվում է կրկնակի հարկազատման մեջ, բայց ինքը ունիտար է, այսինքն գործում է ամբողջ աշխարհով, եթե ներդրվի։ Այսինքն այդ պայմանագիրը կնքվում է ոչ թե 2 պետության միջև, այլ OECD-ում ոնց որ պետությունները մշակել են այդ սկզբունքները ու հետո ներդրվում է բոլոր այդ կրկնակի հարկազատման պայմանագրերի մեջ։ Ինչևէ քո հույսը այդ պայմանագրերն են, որ կնքված լինեն տվյալ 2 պետության միջև, իրանք միշտ կնքվում են 2 պետության միջև։
եթե դու գործում ես X, Y, Z պետություններում, քեզ պետք է 3 պայմանագիր, այսինքն X-ի Y-ի մեջ, Y-Z-ի Z-X-ի մեջ, ու պիտի հուսաս, որ այդ 3 պայմանագիրը նույն սկզբունքների վրա է կառուցած, որովհետև եթե հակասեն, էլի դու ոչ մի սուվերեն պետության չես կարող ասես, գիտես, այնտեղ արդեն հարկ եմ վճարել, կլինի քո մոտ չվճարեմ։ Դա, ասում եմ, հարկն ու բանակը այն ամենա ինքնիշխան էլեմենտներն են, ու ոչ մի պետություն դրանից չի հրաժարվում, եթե ինքը իրան հարգում է, էլի որպես պետություն, դրա համար քո հույսը կանմանալու, որ այդ 3 պայմանագիրը նույն սկզբունքների վրա կառուցված լինի, եթե դա այդպես է, ապա հիմնականում ստացվում է այնպես, որ դու մի երկրում ես ամեն եվրոյի համար վճարում հարկ, կապ չունի, կարող է 20% միտեղ, 30 միտեղ, 50 միտեղ, բայց ընդհանուր վճարում ես քո նախատեսված հարկի միայն 100%-ը, էլի, այսինքն մի անգամ ես հարկ վճարում։ Ուղղակի, եթե դրույքաչափերը տարբեր են, դու կարող են 20% եկամուտը, որ հարկում ես X երկրում, ավելի բարձր դրույքաչափով հարկես, քան 50%-ը, որ դու հարկում ես Z երկրում, որտեղ դրույքաչափը ավելի ցածր լինի, բայց քո միակ երաշխիքը այն է, որ ցանկացած եվրոյի վրա, դրամի վրա, որը դու աշխատում ես, դրամի համար, որը դու աշխատում ես, վճարես միայն մեկ անգամ հարկ։ Դա այն օպտիմալ տարբերակն է, որ դու կարաս ստանաս միջազգային բիզնես ունենալու պայմաններ։ Այսինքն դու ուզում ես միջազգային բիզնես սկսես, նախ ստուգի հարկային պայմանագրերը գտնես հարկային մասնագետ, հա, սովորաբար, եթե լուրջ բիզնես է, էլի, եթե այնպես չի, որ ուղղակի էմոցիոնալ, օրինակ, չգիտեմ, Իսպանիան շատ եմ սիրում, ինձ շատ կարևոր է Բարսելոնայում մի բան ունենալ, եթե այսինքն որոշումը էմոցիայի վրա չի կայացվել ու հենց այդտեղ պիտի լինի, անկախ նրանից դա ինչ հետևանքներ կունենա, ապա այդ հարկային due diligence-ը, այդ ստուգումները անբաժանելի մասն է լինում որոշում կայացնելուց առաջ, թե ուր գնաս, կամ ասենք, որ դուստր ընկերությունը, որի տակ կոնցեռնում որտեղ տեղավոր ես, որ հետո նաև դիվիդենդների հարկումը, հա, որ երկու ընկերությունների միջև վերջը շահույթը մի ձև պիտի հասնի, չէ, մայր ընկերությանը, այդ էլ առանձին է հարկվում, այսինքն շահույթ առանձին է հարկում, դիվիդենդ ամեն ինչ առանձին է հարկվում, ու այդ շղթաները կազմակերպելը արխիտեկտուրա է, որը գծագրվում է, հա, լավագույն դեպքում վճարում ես մի անգամ։ Խթարվենք նրանով, որ այդ հարկերը չեն գնում ֆեոդալին, ասենք։ Հա, այդ շատ լավ է, որ մենք այսօր ունենք իրավական պետություններ, ու տեսականորեն համենայն դեպս, հա, որոնք տեսականորեն ավելի շատ ուղղված են այդ հարկերը տվյալ հասարակության բարօրության համար ծախսելուն, քան ինչ որ ֆեոդալական հարկերը, գլխահարկերը, չգիտեմ, կայսրերին վճարվող հարկերը, որոնք դեն շատ ոչ թափանցիկ են ծախսվել։ Ու այն հարցը, որ բոլորին տանջում է, մեր պատգամավորները մեր հարկերից են աշխատավարձ ստանում։ Լսի, ես այդ նույն հարցն է, ոնց որ Եվրոպայում ճիշտ է, որ աշխատողը պահում է միգրանտներին։ Հասկանում ես, հարկերը լցնում են պետական բյուջեն, պետությունը այտենց իմանում է, որ այսքան եկամուտ ունեմ, հետո որոշում է, թե այդ եկամուտը ոնց ծախսի։ Բայց հարկերը միակ եկամտի աղբյուրը չեն, էլի պետության, ամենամեծն են ու ամենահեշտն են, բայց միակը չեն։ Բայց նույնիսկ այդ դեպքում այդ հարկերը գոյանում են տարբեր աղբյուրներից։ Ու այո, պետական ապարատի ծախսը կատարվում է պետական բյուջեից։ Տենց որ նայենք, հա, մենք մեր հարկերով ֆինանսավորում ենք պետական ապարատը, ներառյալ ազգային ժողովում աշխատողներին, պատգամավորներին եւ այլն։ Բայց ես դեմ եմ այդ ուղղակի կապին, որովհետեւ դու ոնց որ պետությունը ջնջես այդ նախադասությամբ, էլի, այսինքն ոնց որ դու տանես քո հարկով ԱԺ-ի աշխատավարձ վճարես, այդպես չի լինում, դու պայմանագիր ես կնքում պետության հետ,
սահմանադրորեն, իրան փոխանցում ես այդ փողը ինչ որ ակնկալիքներով ու ինքը այդ քեզ տված ակնկալիքները, խոստումները իրագործելու համար ի թիվս այլոց ունի պետական ապարատ, որը ինքը պահում է, որ օրինակ քեզ օրենսդրական իշխանություն ապահովի։ Հասկանում ես, մի քիչ այդ մասը քիչ հակա չէ, ապա պետական է հնչում ինձ համար։ Նույն բանն է, ոնց որ Եվրոպայում ասում են մեր հարկերով պահում ենք միգրանտներին։ Չէ, մենք մեր հարկերով պահում ենք պետություն, որը իր հերթին որոշում է, թե ոնց ծախսի այն եկամուտները, որը ինքը օրինական ճանապարհով, նորից ամեն ինչը տեսականորեն հավաքում է, բայց մեր մոտ օրինական է հավաքում, էլի հարկերը ծեծու ջարդով Տան որ ծեծու ջարդով հավաքում։ Չէ, դե երկրներ կան, որ Ռուսաստանում ինձ թվում է մեկ զանգերով էլ հարկ հավաքում, եթե պետք է տվյալ պահին հավաքվի, մեզ մոտ այդ գոնե հավաքման փուլը ինձ թվում է բավականին օրինական է, էլի կատարվում, այնպես որ մի քիչ գուցե այդ հարցի բնույթը պետք է փոխել, ոչ թե դու, այլ ճիշտ ասցիր, այդ հարցը շատերին է տանջում, բայց այդ հարցի մեջ արդեն դրած է մի տեսակ պետությունը ժխտելու, պետությունը չընդունելու ինչ-որ էլեմենտ, որը դուրս չի գալիս։ Ասած իրավաբան է։ Այսքան այսօր հարկերի մասին, ես գիտեմ, որ դու եւս մի քանի ժամվա խոսալու նյութ ունես, եւ վստահ եմ, որ մենք, այո, էլի կհանդիպենք, էլի առիթ կլինի, որտեղ վստահ եմ, որ մեր ՊԿ եւ ԱԺ-ն քնած չեն եւ նոր նախագծեր կունենան, մենք անպայման կխոսենք այդ մասին, կքննարկենք։ Շնորհակալություն։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, ինչ-որ զանգակներ սեղմել եւ հետեւել մեզ, որովհետեւ մենք էլ ենք հանդիպելու ու խոսելու ենք Հայաստանի Հանրապետության հիմքում դրված հասկացությունների ու սկզբունքների մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։